Ունենք սահմանադրական դատային դատավորներ, որոնց կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի գրպանային դատավորներ։ Ընկալիքներս մեղմ ասած շատ էսպես փոքր տոկոս են կազմում, բայց բացառապես ԲՀԿ-ի ձայների վերականգնման մասով։ Չի կարելի պայքարի որևէ տեսակ բաց թողնել։ Իրավական պայքար, փողոցային պայքար, քաղաքական պայքար, պայքարի ցանկացած ձև անընդհատ պետք է կիրառել։ 6 ամսից 1.5 տարվա ժամանակահատվածում այո Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ այդպիսի քայլերի։ Դեռևս պատեհ պահ չի, որ արտահայտ ընտրություններ նշանակվեն կամ վերաքվեարկություն նշանակվի։ Մանդատ վերցնել չվերցնել ես համարում եմ ընդհանրապես գործիք, ածանցյալ գործիք։ Գտնում եմ, որ ընթացքում տեղի ունենալու արտահայտ ընտրություններ։ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ պլան B չկա եւ գնում ենք հաղթանակի եւ միգուցե հենց հաղթանակը ուղեկցվում է այսպես, այսինքն 1 եւ 2 ամիս հետո պետք է հաղթանակը այնուամենայնիվ տեղի ունենա։ Ես տեսնում եմ շատ շուտով իշխանափոխություն եւ ուղղակի գործողությունների պլանի մասին դեռևս եկեք լռան։ Հաղթելու ենք չեք սահմանափակել հունիսի 7-ով, ճիշտ եմ հասկանում ձեզ։ Այո։ Հաղթանակ կոչվածը մեն ընտրության օրը չէ։ Կարող է միայն հունիսի 7-ը չլինել, կարող է լինել օգոստոսի 15, կարող է սեպտեմբերի 23-ը։ Մեծ հաշվով ես չեմ համարում, որ Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխության խնդիր է դրել։ Փաշինյանը չեք բացառում, կարող է Մոսկվայի այդ բազմակայլ կոմբինացիայի իրագործման մեջ ինչ որ գործիք է։ Սահմանադրական դատանը սկսել է ընդդիմության դիմումների քննումը։ Իշխանությունն արդեն ապագա պաշտոններ է որոշում։ Բարև ձեզ, Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր։ Արդյոք ամեն ինչ այդքան հանդարտ է ու որոշված, թե առերևույթ տպավորություն է ու լռություն փոթորկից առաջ։ Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ եւ այսպես այս պահին, երբ որ մենք ձայնագրում ենք հարցազրույցը, արդեն սկսվել է սահմանադրական դատանում ընդդիմության դիմումների քննությունը, որոնք միավորել են մի վարույթում դատանը։ Ինչ սպասել։ Արդյոք հավանական եք համարում, որ այս սահմանադրական դատանը այս իշխանության պայմաններում անվավեր կճանաչի ընտրությունների արդյունքները, ինչ որ պահանջում է ընդդիմությունը, այդ թվում ուժը, որի հետ դուք աշխատել եք, համագործակցել եք։ Շատ կարևոր հարցադրում է, որովհետև մի կողմից ունենք օրինակ մասնավորապես ԲՀԿ-ի պարագայում ակնհայտ ապօրինություններ, իրավական ակտերի ուղղակի պահանջների չկատարումներ, աղաղակող, գիտեք, պետք չի նույնիսկ իրավաբան լինել, որ հասկանալ դա, այսինքն շատ պարզ օրենսդրական դրույթները կատարված չեն։ Բայց մյուս կողմից ունենք սահմանադրական դատային դատավորներ, որոնց կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի գրպանային դատավորներ, որոնցից իհարկե իրավունքի պաշտպանության ակնկալիք ունենալը ուղղակի միամտություն է։ Ակնկալիքներս մեղմ ասած շատ էսպես փոքր տոկոս են կազմում, բայց բացառապես ԲՀԿ-ի ձայների վերականգնման մասով։ Մնացած բոլոր առումներով գտնում ենք, որ սահմանադրական դատարանը հերթական ապօրինություն է թույլ տալու։ Ամենաշատը, որ ակնկալում եք, դա է, ճիշտ հասկացա ես։ Այդ պարագայում բնական հարց։ Ինչու դիմել, ես վստահ եմ, նաև ընդդիմучի թաքցում, նույն դիմողներն են այս կարծիքին մոտավորապես, տարբեր տեղերում հնչեցել են։ Իմաստը որն է, պարոն Սարգսյան, արդյոք ընտրողը դա չի համարի, ընդդիմության ընտրողին 5 միլիոն ծառայ, իմիտացիա պայքարի, սա իմաստը է դեպքում։ Ընտրողների մոտ կան տարբեր կարծիքներ, բնական է, ցանկացած գործողության դրության ժամանակ լինում է ընտրողների մի հատված, որ դժգոհ է մնում։ Այսինքն, որ գործողություն էլ կատարեցիր, միշտ մի հատված դժգոհ է մնալու։ Բայց իմ բնավորությունից ելնելով ես պատասխանեմ հարցին հետեւյալ կերպ. չի կարելի պայքարի որևէ տեսակ բաց թողնել, որովհետև ինքը հնարավորություն կստեղծի հետագա պայքարների համար, ինքը նաև առիթ է մեր հասարակության հետ երկխոսությունը շարունակելու համար, այսինքն պատկերացումը հետեւյալն է. իրավական պայքար, փողոցային պայքար, քաղաքական պայքար, պայքարի ցանկացած ձև անընդհատ պետք է կիրառել, չի կարելի պայքարը դադարեցնել, այսինքն շարժումը միշտ պետք է պահել։ Սա այդ պասով։ Մի հարց էլ է, սդից հետո ասնենք առաջ, հավանական համարում եք կա նման տեսակետ վարկածներ շրջանառվում են, որ իշխանությունը, հենց իշխանությունն ուզի, որ անվավեր ճանաչեն, այսինքն մի կողմից աշխարհին ցույց տա, նույն արևմուտքին, իդեպ, որ տեսեք, մենք ինչ երկիր ենք, ընդդիմությունը դիմեց, բավարար, անկախ սահմանադրական դատան, մյուս կողմից իրեն ավելի ձեռնտու կլինի նոր ընտրություն, լրիվ նոր ընտրություն նշանակել հասկանալի պատճառներով, հասնել նրան, ինչին որ հիմա չհասան։ Այս սցենարին դուք ինչպես եք նայում։ Սցենարը զուտ քաղաքական տեսանկյունից դեռևս հասուն չեմ համարում, ինչու, որովհետև ընտրություններից հետո սովորաբար ժողովրդի ամբողջ էմոցիաները պարփվում են։ Այսինքն դասական կրկին քաղաքական երևույթ է, որ բոլոր մասնակից ուժերի վարկանիշները ընտրությունից անմիջապես հետո անկում են գրանցում, որովհետև սպասումները լինում են լրիվ այլ, միշտ
այդպես սպասումներին անհամապատասխան արդյունքներ են արձանագրվում, որից ելնելով յուրաքանչյուր իր մեջ նոր սպասումներ է ձևավորում, մեկը փողոցային պայքարի, հաջորդ սահմանադրական դատարանի, այդպես բողոքարկման, հաջորդը մանդատները վերցնելու, հաջորդը չվերցնելու, այսպես շատ են։ Եվ ցանկացած որոշման արդյունք կամ հետևանքը լինում է այն, որ միշտ լինում է դժգոհ հատված, որը ազդում է վարկանիշի վրա։ Դա վերաբերում է եւ ընդդիմությանը, եւ իշխող ուժին։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը չեմ կարծում, որ կարող է ռիսկի դիմել, բայց շատ չնչին հավանականություն կա հետևյալ կերպ։ Այսինքն այնպիսի մաթեմատիկական ճշգրտությամբ հաշվարկ կատարեն ընտրության մասնակիցների թվաքանակի վերաբերյալ, պայմանականորեն եթե մոտավորապես 1.5 միլիոն մասնակցություն ունեցել ենք հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ, այդպես հավանականությունը, որ նույն մասնակցությունը կլինի, բավականին ցածր է։ Մոտավորապես 1.100.000 առավելագույն մասնակցություն, որից այո Նիկոլ Փաշինյանը կարող է իր էլեկտորատին, այդ թվում վարչական ռեսուրսի չարաշահումով, տանել դրատեղամասեր, կորզել իր 600-650 հազար ձայների եւ այլն եւ կարողանա համանդրական մեծամասնություն ձևավորել։ Բայց ռիսկային որոշում է։ Այդ դա իրականացնել մի քանի ամիս հետո արդեն հավանական համարում եմ, որովհետեւ ես գտնում եմ, որ 6 ամսից 1.5 տարվա ժամանակահատվածում այո Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ այդպիսի քայլերի։ Այլ ճանապարհով, ոչ սահմանական դատարան, կա ուղղակի ցրել խորհրդարան, հա, ինչ մեխանիզմով։ Գիտեք, մեխանիզմը, այսինքն տեխնիկական միջոցները դեռևս թողնենք մի կողմ, իրական չի ինչ մեխանիզմով, բայց ինքը ունի Ալիևի կողմից պարտադրված պահանջներ, ընդ որում ամենօրյա ռեժիմով անդադ իրենց պահանջում են եւ ինքը պետք է կատարի որոշակի քայլեր, որոնց համար անհրաժեշտ ստանալ համանդրական մեծամասնություն։ Հիմա քանի որ ՍԴ-ի որոշումը, այսինքն այն պատեհ պահը չի այս ժամանակահատված, որ ինքը կարողանա համանդրական մեծամասնություն ձևավորի, որ պահին հաշվարկեց եւ տեսա, որ հնարավոր է դա իրագործել, հրաժարական տալու ճանապարհով կլինի, թե ինչ ճանապարհով կլինի, Փաշինյանը պետք է գնա վերարտադրության ճանապարհով։ Նորից եմ կրկնում, դա ժամանակի այդպես ճշգրիտ գնահատման հարցն է, այս ժամանակահատվածում եւս մեկ անգամ կրկնում եմ, որ դեռևս պատեհ պահը չի, որ արտահայտ ընտրություններ նշանակվեն կամ վերաքվեարկություն նշանակվի։ Մտքին կարող է լինել, բայց ոչ հիմա։ Այո։ Լավ, համարական դատանը եթե որոշեց ամեն ինչ թողնել նույնը, ինչպես հիմա կա, ոչինչ չի բավարարում, այսպեսին է։ Ինչ կանի եւ ամենակարևորը ձեր կարծիքով ինչ պետք է անի ընդդիմությունը, այն որ ասում եք պայքարի անընդհատականություն եւ այլ, ինչ պետք է անի կոնկրետ։ Տեսեք, պայքարի շարունակականությունը ենթադրում է հետեւյալ քայլերի հաջորդականությունը։ Մի կողմից ամենօրյա ռեժիմով մեր հասարակությանը տեղեկացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վնասակար հետևանքները, ընդ որում ինքը շատ արժանահավատ կերպով մոտավորապես 3D մոդելավորման տեսքով, որ ես որպես ինֆորմացիայի սպառող լսեմ եւ հավատամ այդ լուրին։ Հաջորդ կողմից պետք է ներկայացնի, յուրաքանչյուրս պետք է ներկայացնենք իշխանապողության պարագայում դրական արդյունքները եւ դրական սպասումները, որոնք լսող ինֆորմացիա սպառողը պետք է անպայման հավատա, արժանահավատ դիտարկի դա։ Այս երկու գործողություններն են, ինչպիսի գործողություններով կուղեկցվեն, դա արդեն կապված է ներկայացումից եւ ժողովրդի հավատից։ Հիմա դա կլինի փողոցային պայքարով ուղեկցում, թե կլինի պարտադրանք արտահայտ ընտրությունների, այդ թվում կարող է լինել Նիկոլ Փաշինյանի եւ մեր բոլորի ընդդիմության այդպես պահանջների ժամանակավոր զուգորդում միմյանց, որովհետեւ այո ինքը պետք է հրամաններ կատարի եւ պետք է գնա նոր ընտրության, ընդդիմությունը ձգտում ունի հեռացնելու Նիկոլ Փաշինյանին եւ կարող է այդ համաձայնությունը տեխնիկական միջոցները նորից դնում ենք մի կողմ։ Այդ փոխհամաձայնեցված կերպով գնանք արտահայտ ընտրությունների։ Անուղղակի փոխհամաձայնեցում լինի, հա, ասենք օրինակ 6 ամիս հետո, այդ սցենարը չեք բացառում երկու կողմից էլ, մեկը ուրիշ նկատառումով, մյուս կողմը ուրիշ նկատառումով։ Այո, որը հենց հիմա կա, տեսեք, ընդդիմադիր ուժերից 7 ուժ ընդհանուր ներկայացրել։ Այսինքն սցենարը չեք բացառում, դե դա համարում եք ճիշտ սցենար, այսպես Ոչ համարում եմ ճիշտ, այլ ենթադրում եմ, որ կարող է այդպես լինել, որովհետև հենց հիմա համանդրական դատարան դիումները ներկայացրել ընտրությունների արդյունքների չեղարկման վերաբերյալ իրական ընդդիմադիր ուժերի կողմից եւ դիումները ներկայացվել Նիկոլ Փաշինյանի սատելիտ ուժերի կողմից։ Ինչու՞, որովհետև նրանք էլ իրենց են ապահովագրում հաջորդ կողմից։ Այսինքն մի բան փաստ է, Նիկոլ Փաշինյանը չունի լեգիտիմություն, Նիկոլ Փաշինյանը չի կարող կատարել համանդրական փոփոխություններ Ալիևի պահանջները, հետեւաբար իրենք էլ հիմքերը ստեղծում են, որ այ 3 ամիս հետո, թե 6 ամիս հետո, թե 1 տարի հետո կարողանան իրենց էլեկտորատի վրա այդպես
հենարան ձևավորել ու գնալ նոր ընտրությունների։ Այդպես նախնական մեկնարկը տվել են Սահմանադրական դատարանից։ Մի կողմից հիմա կարող է հարց առաջանալ, որ դե եթե իրենք էլ ամեն դեպքում համարում են ոչ լեգիտիմ ազգային ժողով եւ ցանկություն ունեն արտահայտ ընտրությունների, միգուցե Սահմանադրական դատարան դրական որոշում կայացնի, բայց ամեն դեպքում ես չեմ հավատում դրան, որովհետեւ այս պահին մարդկանց հետ որ շփվում ենք ու կապ չունի իշխանական թե ընդդիմադիր, բոլորի մոտ կարծես հունիսի 7-ից հետո մի հատ ծանր բեռ ընկել է եւ բոլորը անցել են իրենց առօրյային։ Այսինքն իշխանությունը, ասացեք դե պատճառը, ընդդիմությունն էլ պետք է ամեն րոպե պատրաստ լինի այդ սցենարին, Պարտադիր, որ հանկարծ այդ պահ հասունանա։ Նույնիսկ Վայրիկյանի ճշգրտությամբ անդադ պետք է հետևողական ձեռքը այդպես պուլսի վրա անդադ պետք է հետևողական շարունակի աշխատանքը։ Այս պարագայում եթե հիմա այս պահի բանով գնանք, էլի շատ քննարկված ու վիճահարույց թեմա, մանդատ վերցնել, չվերցնել, վերցնելու փողոցային պայքար անմիջապես զուգահեռ գեներացած պահել, այդ ո՞րն է ճիշտ նախ եւ երկրորդ այդ փողոցային պայքարի ռեսուրսը ունի այսօրվա տիտղոսային խորհրդարան անցած ընդդիմությունը։ Դեռևս հասարակական տրամադրությունները ցույց չեն տալիս, որ փողոցի գեներացման այդպես հաջողության հասնելու միտումներ կան։ Մանդատ վերցնել չվերցնել ես համարում եմ ընդամենը գործիք, ածանցյալ գործիք։ Այսինքն դա պետք է ածանցվի գլխավոր նպատակից։ Գլխավոր նպատակը բնականը Նիկոլ Փաշինյանի կառավարման ղեկից հեռացումն է։ Եվ եթե արժանահավատ կերպով հնարավոր է հիմնավորել, որ մանդատ վերցնելը օգնելու է գլխավոր նպատակին, այո, կարելի է վերցնել։ Եթե խոչընդոտելու է, միանշանակ պետք չի վերցնել։ Հետևաբար ես միշտ այդ պրիզմայից եմ դիտարկում եւ պետք է գլխավոր նպատակը ոչ թե կամ քննարկման առարկան դարձնել մանդատ վերցնելը, այլ կոնկրետ մանդատ վերցնողների գործողությունների պլանը։ Ինչ գործողության արդյունքում կամ ինչը կդրդի Նիկոլ Փաշինյանին հեռանալ։ Եթե պետք է ազգային ժողովի ամբիոնը օգտագործել, ազգային ժողովի ամբիոնից քննադատություն եւ 3D մոդելավորման ապագայի տեսլական ներկայացում, եթե ավելի շատ կօգնի ռոպագանդային, ավելի շատ կոժանդակի, այո, կարելի է։ Ընդհանրապես սրա տակ պետք է դիսկուրս տալ։ Ձեր կարծիքով հիմա ավելի հավանական է մանդատ վերցնելով գնալ իշխանափոխության պլանը դուք տեսնում եք։ Գիտեք, կարծիքները տարբեր են, օրինակ ես բազմիցս նշել եմ, այժմ էլ կնշեմ, եթե ես դա գտնեի արդյունավետ ճանապարհ, ես ինքս կընդգրկվեի ցուցակ եւ կվերցնեի մանդատ։ Այսինքն իմ անձնական կարծիք հետեւյալն է, դա չեմ համարում արդյունավետ գործիք, որովհետեւ ես համարում եմ, որ մենք մեր գործունեությունը ազգային ժողովի ցանկապատից դուրս էլ կարող ենք իրականացնել ու շատ արդյունավետ ճանապարհով եւ միգուցե մանդատ վերցնել լինի բավականին այդպես խնդրահարույց, որովհետեւ այնուամենայնիվ մեր հասարակությունը ունի ակնկալիքներ ընդդիմությունից եւ ունի ակնկալիք ոչ թե ընտրվելու եւ իրենց խնդիրները ներկայացնելու կամ շահերը ներկայացնելու, այլ կոնկրետ առաջադրանքով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Սրանք բոլորը պետք է չափվեն, չափվելուց հետո նոր որոշում կայացվի։ Այսինքն մտավախություն ունեք, որ եթե ամեն դեպքում մանդատ վերցնեն անկախ նրանից ինչ ծրագիր կա 5 տարի կպահպանվի այս ազգային ժողովը կունենանք այնինչ եղավ 21-ից հետո, որովհետև կա տեսակետներ, որ չէ, հնարավոր է 1 տարում անել եւ այլն։ Իդեպ նման կանխատեսումներ արյունով 21-ին, բայց չեղավ, այ դուք ավելի շատ դա եք մտածում, եթե մտնեն պարլամենտ։ Տեսեք, շատ այդպես բացասական կանխատեսում է շատ եւ չեմ ցանկանում այդպիսի կանխատեսում իրականացնել, Աստված մի արասցե, որ այդպիսի սցենար գնա 5 տարի մնալը։ Այո, որովհետեւ 21 թվականի ընտրությունները մեզ ցույց տվեցին, որ 5 տարի մնալը ինչ հետևանքի է հանգեցնում խորհրդարանական ընդդիմության համար։ Օրինակ, Հայաստան դաշինքի պարագայում դա ձայների կրկնակի չափով կրճատում էր մոտավորապես։ Այսինքն դա ցույց տվեց իրենց որոշման անհաջողությունը եւ որոշման սխալ հաշվարկը։ Եթե ուժեղ Հայաստան դաշինքն էլ այդպիսի Աստված մի արած այդպիսի անհաջողության մատնվի, սա արդեն կլինի շատ տխուր Հայաստանի Հանրապետության եւ այ ժողովրդի ճակատագրի համար։ Հետևաբար ես 5 տարվա սցենարին եւ չեմ հավատում ու ոչ թե երազանքներից ելնելով չեմ հավատում, այլ կոնկրետ իրավիճակի վերլուծությունից։ Ես գտնում եմ, որ ընթացքում տեղի ունենալու արտահերթ ընտրություններ, որովհետեւ դա անընդհատ պետք է ընդդիմության, մեր հաջորդ ընդդիմությունների, այլ կուսակցությունների եւ այլնի հասարակական կազմակերպությունների, քաղաքասարակության ներկայացուցիչների պահանջը պետք է լինի եւ անընդհատ մեր ժողովրդի հետ աշխատանքը։ Հաջորդ կողմից դա նաեւ իշխանության ցանկությունն է կամ ներողություն իշխանության հրահանգողների ցանկությունն է, որովհետեւ Ալիևը նորից եմ կրկնում չի դադարելու պահանջները, այդպես հետ չի քաշելու կամ 5 տարի եւս չի սպասելու։
Օր առաջ անդադ ստիպելու է Նիկոլ Փաշինյանը, որպեսզի սահմանադրական փոփոխությունների գնա, որպեսզի վերին ոսկեպարի հանձնման գործողություն կատարի, Տիգրանաշենի հանձնման գործողություն կատարի եւ այսպես շարունակ։ Հետևաբար ամբողջ իրավիճակի թե համընդհանուր վերլուծության են ենթարկում, տեսնում ենք, որ այս ազգային ժողովը 5 տարվա կյանք չունի համենայն դեպս։ Այսինքն պարոն Սարգսյան, դուք ճիշտ հասկացա, որ ամենահավանական եւ տրամաբանությանը մոտ սցենարը դիտարկում եք այն անուղակի փոխհամաձայնեցված արտահերթը, այլ ոչ թե որ փողոցով ստիպեն Փաշինյանը, ինչպես եղավ Սերժ Սարգսյանի հետ հրաժարական տա եւ այլն, ավելի այսինքն ընդդիմության շանս որպես դա եք համարում նորից ընտրություններով։ Չի կարելի միայն դա համարել, որովհետեւ ընդդիմությունը ձեռքերը ծալած նստի եւ միայն սպասի, թե երբ պետք է ընդդիմության եւ իշխանության շահերի համընկում տեղի ունենա եւ արտահերթ ընտրություն կազմակերպի իշխանությունը, դա կնշանակի, որ իշխանության համար այդպես լավագույն ժամանակահատվածում է կազմակերպվելու եւ իշխանությունը վերարտադրվելու ավելի մեծ շանսեր ունի։ Հետևաբար պետք է օրակարգի թելադրողը լինի ընդդիմությունը, այսինքն մեր գործողությունների հետևանքը պետք է լինի արտահերթ ընտրությունները, ոչ թե իշխանության գործողությունների հետևանքը։ Լավ, այդ պարագայում ընդդիմություն թելադրողն է, նորից վերադառնանք այն հարցին։ Սահմանադրական դատանը 1 շաբաթ հետո եւ այլն որոշումը կայացրեց, հաջորդ քայլը դուք որ լինեիք, ասենք, չգիտեմ, նույն ուժեղ Հայաստանի ու Հայաստան դաշինքի տեղը, դուք եք ընդդիմության, հաղթած առաջնորդը, ինչ անմիջապես կոչ անել ժողովուրդ ջան փողոց եւ ոչ մի ազգային ժողով, փողոց փակել սահմանադրական իհարկե ճանապարհով, բնականաբար, որ սահմանադրական իրավունք է, անել հանրահավաքներ, այսինքն այդ տիպի ճնշման տակ բայել իշխանությանը, դա է ճիշտ, եւ դա արդյոք ուշացած չէ, դա է ճիշտ թե ուղղակի գնալ խորհրդարան, ասել այստեղից ենք պայքարելու նաեւ։ Քաղաքականությունը ենթադրում է եւ սիրում է շատ օպերատիվ արձագանքներ եւ օպերատիվ գործողությունների պլաններ։ Ընդհանրապես չտեսանք դա ընտրության հաջորդ գիշերը եւ այլն եւ այլն եւ այլն, ինչ համար քննադատվում է ընդդիմությունը։ Այսինքն պարտադիր չի, որ ընդդիմությունը այդպես հայտարարի, որ հաջորդ շաբաթ է սկսվում գործողությունների պլան։ Կան գործողություններ, որոնք որ կարող է ուղղակի որոշակի ժամի նկատել դա, այսինքն նկատել այդ երակը, զարկերակը, գործողությունը սկսել։ Կան գործողություններ, որ զարկերակից ընդհանրապես կախված չեն, օրինակ օր ու արև չտալ իշխանությանը։ Ինչ էինք անում մենք Հայաստանի ԵՍՄ-ի մեկնարկից հետո յուրաքանչյուր շաբաթական կտրվածքով նախարարներին ուղղակի օր ու արև չէինք տալիս բառից բուն իմաստով։ Գնում էր խնդրի նկարագրություն իրենց պաշտոնական նամակով, խնդրի լուծման ուղղությունները եւ առաջադրանք պահանջատիրություն, որ կատարեք այս փոփոխությունները։ Ու դա հանրայնացնում ենք։ Բայց չէինք ուղեկցում լրացիչ գործողություններով։ Հիմա օրինակ դա կարող ենք շատ ավելի ինտենսիվ կերպով իրականացնել ու այո, այդ թվում ակցիաներով իրականացնել։ Օր ու արև չտալ անընդհատ նրանց աշխատացնել, զուգահեռ զարկերակը զգալ ու այլ գործողություն սկսել։ Ես կարծում եմ դա պետք է լինի ճշգրիտ քայլերի հաջորդականությունը։ Ուշացած չէ, արդյոք հաշվի առնելով որ քանի օր է արդեն անցել ընտրություններից եւ ոչինչ չի այդ առումով ձեռնարկվել եւ առերևույթ բոլորը անցել են նաեւ հասարակությունը, թեկուզ ընդդիմության ընտրողները հանդարտ իրենց առօրյա գործեն, առերևույթ հանդարտություն է։ Այդ այսպես կոչված ճակերտավոր հրաբուխը արդյոք էլ չի հանգել։ Ինչու չարվեցին գործողությունները։ Չեմ կարող հարցին պատասխանել, որովհետեւ պատասխանելու համար անհրաժեշտ են որոշակի այդպես չափումներ, մասնագիտական դատողություններ, եւ քանի որ չունեմ այդ տեղեկատվության, չեմ տիրապետում, չեմ կարող պատասխանել։ Կոնկրետ մասնագիտական այդպես աշխատանքներից եւ տեղեկատվությունից չենք օգտվել այդ ոլորտում։ Զուտ մարդկանց այդ շփումներում կա այդպես մոտավորապես կես չափաբաժիններ։ Կան մարդիկ, ովքեր կողմ են մանդատ վերցնելուն, կան ովքեր կողմ են չվերցնելուն, կան ովքեր կողմ են փողոց դուրս գալուն, կան ովքեր ասում են դե չէ, ոչ մի բան չի փոխվի, այսինքն հիասթափության այդ թվում մեծ ալիք գոյություն ունի։ Հիմա պայմանական, եթե ես լինեմ որոշում կայացնողը, իրավունք չունեմ այդ իմ կամ թիմակիցների կամ ընկերների այդպես մարդկանց հետ զրույցի հիման վրա որոշում կայացնել։ Դա պետք է կոնկրետ մասնագիտական հաշվարկ եւ դատողություններ կատարվի։ Բայց որի տվյալները չունեմ ես։ Ինչ է կարծում ընդդիմությունը ի վերջո հաղթած ընդդիմությունը ուներ այդ պլան B-ն, C-ն, թե հենց սա էր ինչ որ տեսնում ենք այդ պլան B-ն, C-ն, թե չունեն ուղղակի որ ասում եմ հոսքով գնում են, էլի, հա, արդյոք սա էր պլան B-ն եւ ոչ թե փողոցը։ Եթե ունեք ինֆորմացիա իհարկե, կամ եթե նորից տեղեկատվության պակաս ունեմ, որովհետեւ համենայն դեպս ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ պլան B չկա եւ գնում ենք հաղթանակի եւ միգուցե հենց հաղթանակը ուղեկցվում է այսպես, այսինքն 1 եւ 2 ամիս հետո պետք է հաղթանակը այնուամենայնիվ տեղի ունենա։ Հիմա դա կլինի նորից եմ կրկնում փողոցային ակտիվ ճանապարհով կամ փողոցով զուգորդվող ճանապարհով, թե կլինի
կրկին շահերի համընկումով ու արտահայտ ընտրությունների գնալու սցենարով, բայց այնուամենայնիվ ես տեսնում եմ շատ շուտով իշխանափոխություն եւ ուղղակի գործողությունների պլանի մասին դեռևս եկեք լռեմ։ Տեսնում եք իշխանափոխություն դուք շատ շուտով, այն է շատ շուտով։ Այսինքն Սամվել Կարապետյանի ասացի տակ ոչ թե պետք է հասկանան, որովհետեւ նաեւ մենք անընդհատ փորձում ենք կորզել իրենց, որ ժողովուրդ, բա հունիսի 7-ին չէ, ասում եք հաջորդ վարչապետ, բա որ չեղաք հաջորդ վարչապետ, լավ, եղաք առաջին ընդդիմություն։ Ինչ պետք է անեք։ Ասում եմ, չենք էլ մտածել, որովհետեւ մենք հաղթելու ենք միևնույն է։ Այսինքն դուք հաղթելու ենք չեք սահմանափակել հունիսի 7-ով, ճիշտ եմ հասկանում ձեզ։ Այո։ Հաղթանակ կոչվածը մեն ընտրության օրը չէ։ Կարող է միայն հունիսի 7-ը չլինել, կարող է լինել օգոստոսի 15, կարող է լինել սեպտեմբերի 23-ը։ Այդ ձեր ենթադրությունն է, թե ընդհանուր նաև քննարկումները, որ եղել եք դաշինքում, ներսի տրամադրությունները, պլանները եւ այլն, դա նկատելով եք ասում, թե ձեր վերլուծության արդյունքն է։ Այսպես ես ուղղակի կանխատեսումների որոշակի սցենար եմ ձեր ներկայացնում։ Ինչի վերաբերյալ կա քննարկում, ինչի վերաբերյալ չկա քննարկում, քանի որ դա փակ է, այդ թվում կոռեկտ չի հայտարարել է քննարկված է թե քննարկված չէ։ Այսինքն նաև այսպես վերաձևակերպեմ, ուրեմն այդ պարագայում այդքան էլ տարօրինակ չէ թվացial լռությունն ու թվացial միցակ հանգստությունը ուժեղ Հայաստանի նոր։ Բացարձակ պետք չի տարօրինակ համարել, որովհետև Իսկ չեն գնացել տուն իրենք, այսպես բացատրեմ։ Համենայն դեպս որևէ գործողությունի չի երևում տուն գնալ, որովհետև ակտիվ աշխատանքները շարունակվում են անընդհատ անդադության սկզբունքով ու գիտեք շատ մեծ ու կարևոր գործեր շատ դեպքերում անմիջապես լռությունից հետո են հաջորդում։ Հետևաբար պետք չի, եթե նույնիսկ կա նկատելի լռություն, ապա պետք չի համարել, որ բոլորը թողել են իրենց այդպես քաղաքական պայքարը եւ գնացել են տուն։ Այդ պարագայում անդրադառնանք ուրիշ ռակուրսի։ Ռուսաստանի Դաշնության ազդեցություն, դա գերագնահատված թե թերագնահատված պատժամիջոցներ, որոնք շարունակվում են, այսօր ձուկը ավելացավ, ամբողջությամբ ավելացավ ձուկը, ինչ դեր դրանք խաղացին հենց ընտրությունների գործում եւ այսօր դեռ ինչ դեռ խաղում են։ Նկատի ունեմ այնտեղ տարբեր չէ տեսակետը, ում համար լավ եղավ ի վերջո այդ պատժամիջոցները։ Կարծում եմ լավ եղավ այդպես քաղաքականապես օգնեց Նիկոլ Փաշինյանին, ընդ որում ես այդ կարծիքին էի Նիկոլ Փաշինյան Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո սկսած, որովհետև ինչ որ ակնհայտ այդ հանդիպումը ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան հարցերի պատասխաններ էր տրամադրում։ Ինչու եմ գալիս այդ որոշման։ Առաջին հայացքից թվում է, թե եթե սահմանափակումներ կան, ապա պետք է մարդկանց մոտ վախ առաջանա, սարսափ առաջանա եւ այլն, բայց հակառակ տեսանկյունից եկեք դիտարկենք հարցը։ Հայաստանում մենք գիտենք, որ գոյություն ունի շատ բարձր հակառուսականության ալիք։ Եվ նման պարագայում, եթե պատժամիջոցներ են կիրառվում, անմիջապես հակառուսական ալիքի կրողները ասում են, դե տեսեք, ռուսը մեզ թշնամություն է անում։ Ու այդպես անմիջապես բացասաբար են տրամադրում ու գնում են քվեարկում են Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է կատարում իր գործողությունները։ Հետևաբար լավ է Նիկոլ Փաշինյանին վստահել։ Բայց ձեր հետ ամիջական շփում ունեցող վստահեմ այդ միկրո, միջին, այն ձեռնարկատերերը, որոնք ջերմոցատերերը եւ այլն, դու դրանց շատ մեծ մաս հետ վստահեմ շփում հենց անձնականել ունեք։ Իրենք ինչ են ասում։ Եկեք երկու ձևով դրա պատասխան տամ, մեկը ջերմոցատերերի, մյուսը ակցիզային հարկի բարձրացման վերաբերյալ։ Ջերմոցատերը 1 հոգի է։ Ջերմոցատիրոջ աշխատակազմը 50 հոգի է։ Այսինքն շատ ավելի լավ է Նիկոլ Փաշինյանի հաշվարկի համար ջերմոցատիրոջ դժգոհությանն արժանանալ, բայց 50 հոգու վստահությանն արժանանալ։ Նորից պարզ մաթեմատիկական հաշվարկ է կատարում։ Իհարկե ջերմոցատերերը դժգոհ են։ Իհարկե ջերմոցատերերը էկոնոմիկայի նախարարից լավ ջերմոցատերին այդպես կվիրավորեմ, եթե համեմատություն տանեմ էլի էկոնոմիկայի նախարարին։ Ջերմոցատերերը շատ լավ են պատկերացնում իրեն շուկան որն է։ Իրենք շատ լավ են պատկերացնում արտահանման երկրներում ինչ մշակույթներ, սովորություններ կան։ Իրենք շատ լավ գիտեն, որ օրինակ Ռուսաստանի Դաշնությունում ծաղիկի բուկետ փունջ են նվիրում մարդկանց, իսկ Եվրոպայում ընդհանրապես մեկ հատ են նվիրում։ Սրանք բոլորը գիտեն, վերլուծել են եւ դրա համար իրենց արտահանման ուղղություններն էլ սեփական ռիսկով, համոզմունքներով, մտածումներով իրենք կառուցել են բիզնեսը։ Աշխատակազմը դժգոհ է Ռուսաստանից։ Հետևաբար 50 պայմանականային օրինակի դեպքում 50 հոգին գնում կողմ է քվեարկում Նիկոլ Փաշինյանին, 1 հոգին դեմ է քվեարկում Նիկոլ Փաշինյանին։ Ինչու բերեցին նաև ակցիզային հարկի բարձրացման օրինակը,
որովհետև ընտրություններից անմիջապես հետո ակցիային հարկը բարձրանում է, շատերին թվում է, որ հետընտրական կրքերը դեռ չեն հանդարտվել, այս ինչ է կատարում իշխանությունը, բայց շատ պարզ հաշվարկ կրկին։ Ընտանիքում կա մեկ ծխող տղամարդ, որը դեմ է ակցիային հարկի բարձրացման, որովհետև ծխախոտի սակագին է բարձրանալու, բայց կա նվազագույնը 2 հոգի մարդ, կինի եւ աղջիկը պայմանական, որ դեմ է պապայի ծխելուն։ Շատ լավ ասում։ Այո։ Հետևաբար 1 ձայն կորցնում է, 2 ձայն շահում է։ Պատկերացրեցինք, այսպիսի նուրբ հաշվարկների վրա է կառուցվում իրենց էլեկտորալ այդ պլանավորումները։ Փաստորեն Փաշինյանը հաշվարկներից վատ չի։ Փաշինյանը չեմ կարծում, բայց Փաշինյանի գլխին կանգնած մարդիկ, այո, Փաշինյանը կարծում հաշվարկներից շատ հեռու է։ Դա շարունակվում է, ասացիք ընտրությունների ժամանակ ավելի շատ գնաց օգուտ Փաշինյանը։ Հիմա այս պահի դրությամբ էլ շարունակվողը չի դադարեցնում Ռուսաստանը, ավելի սաստկացնում է։ Նորից պետք է գամ այդ թվում մեր հայրենակիցների հետ զրույցների մակարդակ, հա, որ շփման ընթացքում ինչ են ասում։ Օրինակ շատ կարծիքներ կա, որ շատ լավ ստացվեց նույն պատժամիջոցները, որովհետև երբևէ Հայաստանում այս որակի կեռաշ չէր լինում, այս որակի ծիրան չէր լինում, որովհետև խոշորները, գեղեցիկները, համեղները փաթեթավորում արտահանում էին, ինչ ավելի վատ ու անորակ մնում էր, մենք էինք ձեռք բերում։ Շատ հայրենակիցներ ասում են, ինչ լավ է, որ սահմանափակում եղավ, որովհետև գնանկումներ տեղի ունեցավ, շատ արդեն էժան ենք միրգը ձեռք բերում, ծաղիկը ձեռք բերում եւ այսպես շարունակ։ Տարբեր են կարծիքները, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի օբյեկտիվորեն չի էլ կարող պատկերացնել տրամաբանական շղթան, թե ինչ հետևանքի է հանգեցնելու, որովհետև դրա համար պետք է ամբողջական բյուջեից, օրենքներից սկսած մինչև պետական պարտքի կառավարում եւ պետության տնտեսության զարգացման դոկտրինին տիրապետում։ Մեր հայրենակիցները կամ այլ մասնագիտության կրողները որտեղից են ինֆորմացիան իմանան ու մի հատ սեփական այդպես վերլուծական ունակություններով կարողանան ինչ-որ եզրահանգումների հանգել։ Դա շատ բարդ բան է, նույն բանն է, որ դուք հենց հիմա ինձ ասեք ինչ-որ վիրահատություն կատարեմ, բնական է, որ չեմ կարող կատարել։ Հետևաբար իրենք անմիջապես ինչի հետ որ առնչվում են, իրենց եզրահանգումները կատարում են հենց դրա հիման վրա։ Միրգ էժան է, ծաղիկ էժան է, շատ լավ է։ Ջերմոցատերի ինչ է ասում։ Ջերմոցատերն ասում է չկարողացա արտահանեմ, շատ վատ է, հետևաբար չեմ կարողանալու աշխատավարձ տամ, բայց հետևանքները մի քանի ամսից հետո սկսելու են զգալ։ Ինչու են զգալ։ Այսինքն այն նույն թեկուզ ջերմոցային տնտեսությունների աշխատակիցները տեսնելու են, որ աշխատավարձ այլևս չեն կարողանում ստանալ, նրանց մոտ ոչ թե բողոքի ալիքը լինելու էր պատճառահետևանքային կապով, որ Ռուսաստանի Դաշնություն արգելվեց արտահանումը, որովհետև մեծ հաշվով իրենք այդպես չեն էլ տիրապետում, որտեղ պետք է վաճառվի, որտեղից եկամուտները գեներացվի, այլ ջերմոցը աշխատավարձ չվճարեց, երբ որ տնօրենն էլ կասի, որ Ռուսաստանի արտահանումների արգելքի պատճառով է, եւ մեկ ուրիշ փորձագետ էլ կբացատրի, որ դա Հայաստանի Հանրապետության կառավարության անգործության արդյունքն է, այդ դեպքում արդեն դժգոհությունը գեներացվի։ Այս բոլորը մենք պետք է փաթեթավորած ու շատ մանրակրկիտ ու հիմնավոր կերպով ներկայացնենք մեր հանրությանը։ Կարճաժամկետ առումով է օգուտ եղել Փաշինյանին, երկարաժամկետով դուք այդ բումը տեսնում եք։ Այո, վնասը լինելու շատ մեծ։ Կրեմլում էլ դա գիտեն, դրա համար են արել, թե չէ հակառակ պարագայում կստացվի կրակում են իրենց ոտքին, այսպես ասեմ, իրենց կողմնակից ուժերին են ըստ էության կրակում ճակերտավոր, եթե դա չեն հասկացել այդ հաշվարկը, ինչպես պատահեց։ Դժվար է միտումնավոր չէին օգնել Փաշինյանին։ Գերտերությանը անվանել չեն հասկացել, դժվար է, բայց այո, ճիշտ եք ասում։ Կան քայլեր, որ անհասկանալի են, որ ինչպես կարելի է այսպեսի որոշում կայացնել։ Իսկ միգուցե նրանց նպատակն էլ է այլ։ Իսկ միգուցե մենք 2 ամիս հետո միմյանց հետ զրուցենք եւ հասկանանք, որ փաստորեն Ռուսաստանը շատ լավ պլանավորել էր այս սցենարը, դժգոհության ալիքը մի քանի ամիս հետո բարձրացնելու, այսինչ խնդիրը լուծելու համար։ Հակառակորեն մայիսին չէին անի, ասենք փետրվարին կանեին, փետրվարից սկսեին, որ մի քանի ամիս հետո ազդեցությունը կար։ Հետևաբար միանշանակ պնդել, որ այս իշխանությանը դեմ է Ռուսաստանը, ես չեմ անի, միանշանակ պնդել, որ կողմ է, դա էլ չեմ անի, մենք պետք է հասկանանք այն թաքնված նպատակները, որոնց զրույցները տեղի են ունենում կուլիսների հետևում եւ ոչ թե ուղղակի բաց տեղեկատվությունը, որ բոլորս կարող ենք ծանոթանալ։ Այսինքն ձերն մատնանշած իշխանափոխության շատ հավանական ձեր կարծիքով սցենարի մեջ կարող է որպես խթան տրիգեր հանդես գալ նաև այս երկարաժամկետ ուշ ազդեցությունը այդ տեսեք, ես դա կապում եմ միայն մեր ընդդիմադիր դաշտի այսպես խաղացողների հետ։ Ռուսաստանի չեմ կապում, որովհետև մեծ հաշվով ես չեմ համարում, որ Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխության խնդիր է դրել։ Ռուսաստանը շատ ավելի մեծ խնդիրներ է դրել, եւ որ իշխանությունը կլուծի այդ խնդիրները, ապա նա կլինի ցանկալի իշխանությունը։ Հետևաբար որոշակի այդպես
չափազանցված են, որ Ռուսաստանը դեմ է Նիկոլ Փաշինյանի կառավարության եւ այլն եւ այլն։ Ես ամենայն դեպս գործողություններով չեմ տեսնում որևէ դեմ գործողություն։ Այսինքն լինում են հայտարարություններից դրանք էլ գլխավոր սցենարի ինչ որ մի հատվածն են ընդհանրապես։ Այսինքն Փաշինյանի շրջանակի մեջ պահելու պարագայում իրեն չէ հետաքրքրի, այսինքն ընդդիմությունն էլ չպիտի որ գերագնահատված հա սպասումներ ունենա Մոսկվայից, ճիշտ եմ հասկանում։ Եթե որտեղ Մոսկվան իրենին կարող է հասնել նաև Փաշինյանի միջոցով։ Իհարկե կարող է հասնել, ընդ որում շատ դեպքերում շատ ավելի հավանական է հասնել Փաշինյանի միջոցով։ Եկեք մի օրինակ բերեմ ձեզ, որ պատկերացնենք միգուցե միայն Փաշինյանի միջոցով հնարավոր է հասնել։ Տեսեք, Ադրբեջանը պահանջ է դրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության։ Ադրբեջանի ակնկալիքները պարզ են, Ադրբեջանի այսպես նպատակներն էլ շատ պարզ են, Հայաստանի Հանրապետության ուղղակի այդպես իր ենթակայության տակ ինչ որ աշխարհագրական տարածքի վերածելն է։ Բայց գլխավոր հասցեատերը Սահմանադրության փոփոխության, չգիտեմ Ադրբեջանն է թե ոչ։ Ուրեմն Խորհրդային միությունը, որ ձևավորվել է 15 պետություն ստորագրել են։ Խորհրդային միության արդեն լուծարում 3 պետություն են ստորագրել, Ռուսաստանը տարիներ շարունակ ասում է ոչ լեգիտիմ է եղել լուծարումը, ճիշտ է։ Պետությունների գոյության համար կա երկու հիմք՝ ազգերի ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականության սկզբունք։ Հիմա պետք է այստեղ շղթան կապենք։ Եթե Հայաստանի Սահմանադրությունը փոխվում է եւ ամբողջ նախաբանի հատվածը դուրս է գալիս հղում անկախության հռչակագրին, ինչի հիմքը ազգերի ինքնորոշման իրավունքն է, որ մենք իրավունք ենք ունեցել պետություն ձևավորելու։ Արդեն գալիս է երկրորդ սկզբունք՝ տարածքային ամբողջականության։ Եվ պատկերացրեք, որոշումը կայացվի եւ ամբողջ գործողությունները գնան նրան, որ դուք Խորհրդային միության տարածքային ամբողջականության մասն եք։ Եվ դուք հրաժարվել եք ազգերի ինքնորոշման իրավունքից, հետեւաբար դուք անկախ պետություն չեք, դուք մերն եք։ Ունի դրա իրավունքը։ Այո, ունի դրա իրավունքը։ Կիրագործի, չգիտեմ, կամ ինչպես կիրագործի, չգիտեմ։ Նման պարագայում, այսինքն միտումնավոր կերպով Հայաստանի դիմադրողականությունը ջարդել, Հայաստանին հասնել այնպիսի իրավիճակի, որ մի օր Նիկոլ Փաշինյանը կանգնի ասի ժողովուրդ է, տեսեք, էլ հնարավոր չի անկախ ապրել։ Փաստորեն մենք մի տարբերակ ունենք։ Բան են ասում, չէ՞, ինչ որ միութենական պետություն են ասում, չգիտեմ ինչ անվանում կդնեն, որտեղ ինքը այդպես պարզ չի, էլի, բաց չի ինչը։ Իսկ միգուցե միայն Նիկոլ Փաշինյանը միտումնավոր կերպով հենց երկիրը տանի այլ պետություններին միացման։ Արդյոք կա Հայաստանում երկրորդ այդպիսի գործիչ, որ կգնա այդպիսի չարիքի իրագործման։ Վստահ չեմ ես, որ կա։ Հետևաբար միգուցե Նիկոլ Փաշինյանը բոլորին է ձեռնտու, եւ Արևմուտքին, եւ Հյուսիսին, եւ Հարավին, դե Թուրքիային ու Ադրբեջանին ուղղակի լռեն, որովհետեւ նրանց ուղղակի կամակատարն է։ Այսինքն դուք առնվազն ձևակերպումը այսպես տամ, առնվազն չեք բացառում, որ Փաշինյանը չեք բացառում, կարող է Մոսկվայի այդ բազմակայլ կոմբինացիայի իրագործման մեջ, հա, ինչ որ գործիք է, հա, կետ է, որին կարող ենք ականատես լինել, հա, որի միջոցով գործիք է, որի միջոցով իրագործում են գլխավոր պլանը։ Ինչ որ հետ սովետական ինտեգրման, ավելի սերտ ինտեգրման իրենց բանով։ Վերջին այդ պարագայում Պուտինը ինչու մինչև այս պահը պաշտոնականն էլ հրապարակեցին, ամեն ինչ անցավ։ Բայց շնորհավորանքը ինչ է որ չի շնորհավորում, դա ինչի համար է։ Իսկ միգուցե դա էլ պլանի մասն է, որ շատ արժանահավատ լինի ամեն ինչ, որտեղից իմանանք։ Իրապես, տեսեք, երբ որ մենք իշխանություն, ընդդիմություն, գործարար, վարձու աշխատակից բոլորս միահամուռ կերպով մեր տեղում աշխատանքները կատարեինք պլանին համապատասխան կամ գերակատարեինք պլանը եւ Հայաստանի Հանրապետությունը անկախության տարիների ընթացքում դարձնեինք բարեկեցիկ, անվտանգ, իսկ հայությանը արժանապատիվ, ողնաշարը ուղիղ հայություն։ Հնարավոր կլիներ Հայաստանին այդպես հեշտ զրկել ինքնիշխանությունից կամ անկախությունից, շատ բարդ գործողություն է, չէ՞ դա։ Այսինքն նախապես գլխավոր պլանները կատարելու համար նախ պետք է դրա հիմքերը ստեղծել։ Մենք չենք կարող միանգամից 20 հարկանի շենք կառուցել, մինչև դրա համար հիմք չփորենք, մինչև բետոնապատման աշխատանքներ չկատարենք։ Հիմա Փաշինյանի նմանները պետք են բետոնապատման աշխատանքները կատարելու համար։ Հետո չգիտեմ ինքը պետք կլինի թե պետք չի լինի, բայց բետոնապատման համար պետք են այդպիսի մարդիկ, անսկզբունք, անհայրենասեր, ու այդպես ինչքան աներով անուններ կա, կարող ենք մենք դրա դիմաց ուղղակի գրել։ Այսինքն այդ ձեր շղթայով կազմած ավարտեն կա նաև այդ պատժամիջոցներն էլ երկիրը թուլացնելու մի գործիք է, որ հետո այդ թուլացումը դառնա Փաշինյանի համար արդարացում, հանգստի նրան, որ ֆերմերները, գյուղատնտեսները ասեն, չէ, դե ուրիշ տարբերակ չկա, մենք պետք է միանանք Ռուսաստանին, որովհետև գինը դա է, հակառակ դեպքում մենք կմնանք սոված վարկերի հետ մեր
մենակ կանգնած, աշխատակազմը, վարձու աշխատակազմը կմտածի, որ դե լավ, եթե 2-3 տարի կամ 5 տարի առաջ մտածում ենք Հայաստանում գործ չլինի, կարտագաղթենք Ռուսաստան, այնտեղ էլ վիճակը լավ չէ, հետեւաբար չենք կարող արտագաղթել, ավելի լավ է ուրեմն մտնենք ինչ որ միութենական պետության կազմ կամ ինչ որ միության կազմ, եւ որպեսզի բարեկեցիկ ապրենք։ Նման պարագայում, գիտեք, նույնիսկ ցավալի բան եմ ասում, բայց որոշակի հատվածի մոտ մեր հայրենակիցների նկատվում է նույնիսկ Թուրքիայի հետ այդպես հարաբերությունների սերտացում ու Թուրքիայի ենթակայության տակ ապրելը հանուն բարեկեցության կամ հանուն իրենց երեխաների բարեկեցության որոշակի այդպես մեղմ դիմադրության է արժանանում, ոչ թե ըմբոստության։ Իսպարական վերջին ծագող տրամաբանական հարցը, բայց դեպքում ասում են պրոռուսական ընդդիմություն, այդ պարագայում իրենք էլ որ գան, դա չեն անի, թե ամեն դեպքում Մոսկվայում կասկածում են, որ այդ ուժը, որը կգա, հայ ժողովուրդը կբերի այդ ուժին ու ինքը կանի թեև արտաքուստ թվում է, թե իրենք են պրոռուսական, ոչ թե Փաշինյանը։ Այսինքն այդքան վստահ չեն այդ ուժերի վրա, նույն բայց ովքեր են պրոռուսական ուժերը։ Ընդունված է ասել ովքեր։ Նույն ուժը Հայաստանը, Քոչարյանը, Հայաստան Դաշինքը եւ այլն։ Այդպես է, չէ՞, իշխանությունը իրենց կոչել, Մոսկվանը չի թաքցնում, չէ՞, ասել է որ։ Այստեղ վատը նաեւ որ իշխանության կոչերով են առաջնորդում, որովհետեւ իշխանության ռոպագանդան կամ իշխանության մեդիա ռեսուրսները շատ ավելի լայն տարածում ունեն, այո, հանրության մոտ այդպիսի ձևակերպում առաջանում։ Համենայն դեպս մենք մեզ համարում ենք միայն հայամետ ու հայկական ուժ, պրոռուսական կամ պրոարևմտյանը որոշակի եկեք ընդհանուր ասեմ դրա վերաբերյալ, որոշակի դա էլ է չափազանցված։ Որովհետև գոյություն ունեն ելակետեր, այսինքն ինչից ելնելով պետք է կառուցես քո արտաքին հարաբերությունները, անվտանգային հարաբերությունները, տնտեսական հարաբերությունները եւ այլն։ Քո ներուժի ինչին է բավարարում, դու որտեղից կարող ես ներկրում իրականացնել, որտեղից կարող ես կամ որտեղ կարող ես արտահանում իրականացնել։ Հիմա եթե աշխարհի խոշոր այդպես հացահատիկի արտահանող երկրները Ռուսաստան, Ուկրաինա ու Կանադան են, ծորենով ամենայն դեպս, մենք չենք կարող չեն նպատակադրել, որ մենք կգնանք, չգիտեմ, Թուրքիայից ձեռք կբերենք։ Եթե Թուրքիայից ձեռք բերենք, մի բան ակնհայտ է, որ ուրեմն Թուրքիան Կանադայից կամ Ռուսաստանից ձեռք է բերել, վերավաճառում է մեր վրա ավելի թանկ սակագնով։ Մենք էլ հո Նիկոլ Փաշինյան չենք, որ առանց հասկանալ հայտարարենք, ասենք, մենք մեր սեփական գազը կօգտագործենք, որ Ռուսաստանը գազը փակի։ Այսինքն այդ բոլոր ելակետերը եթե համադրում ենք եւ ռացիոնալ կերպով նայում ենք, որ որտեղից ինչը կարող ենք ձեռք բերել, որ շուկայում ինչը կարող ենք վաճառել ու ինչ ներուժ ունենք լրացուցիչ բարիք ստեղծելու, ըստ դրա պետք է կառուցենք մեր հարաբերությունները։ Եթե այստեղ գերակշռողը Ռուսաստանն է, դրա համար ուժին համարում են ռուսամետ, ապա դա թյուր կարծիքը։ Եթե գերակշռողը Եվրոպան է ու համարում են Եվրոպամետ, դա էլ է թյուր կարծիք։ Բայց այո, մենք Հայաստանում ունենք ռուսներից ռուսամետ ուժեր, արևմուտքից արևմտամետ ուժեր, այսինքն մենք այստեղ ուժ ունենք, որ նույնիսկ Եվրոպան այդքան Եվրոպամետ չի, ինչքան իրանք։ Առանց հասկանալ։ Այդ ձեր ասած ռուսներից ռուսամետը հաստատ ուրեմն ուժեղ Հայաստանը չէ։ Ճիշտ է, չէ, դա Սամվել Կարապետյանի այդ անձը հասկանում եք, էլի Ռուսաստանում եւ այլն։ Այսինքն դա չի նշանակում, որ նա հենց եկա պետք է ձեռքը բռնի Հայաստանի եւ տանի այն ինչի մասին որ մենք նոր խոսում ենք։ Հա, որովհետեւ դա է ամբողջ PR-ը եւ առաջին հայացքից տրամաբանականը, եթե առաջին շատ բարձունակ հայացքից, չէ, դատելով որտեղ դա երևի բանն է, այսպես ավելի շատ իշխանական ռոպագանդայի հետևանքն է, որովհետեւ դա իրականության հետ բացարձակ աղերս չունեցող է։ Որ ուղղությամբ գնա պետությունը կապ չունի ում հարաբերությունները այդ երկրի հետ ինչպիսին են, այդ երկրում կապիտալը ինչքան է ներգրավված, ինչքան չէ։ Այստեղ իշխանությունը եւս մեկ անգամ ուղղակի խաբել է ժողովրդին։ Ռետորաբանություն խաբուսիկ, այսինքն ռուսներին անխնա ու կոշտ հայհոյող կամ ասես քննադատող Փաշինյանը ավելի հավանական է, որ գնա այն սցենարով, ինչում ինքը մեղադրում է ընդդիմությանը, քան թե ընդդիմությունը, որ ասում է պետք է նորմալ հարաբերություններ կառուցենք, հա, ճիշտ եմ դες հասկանում։ Ես ավելի շատ համարում եմ, որ Փաշինյանը ոչ թե ռուսամետ է, այլ Փաշինյանը ռուսամետ է, արևմտամետ, այսինքն կոսմոպոլիտ է ինքը, բոլորինն է, ով ինչ պահանջում ինքը տրամադրում է։ Ում շահերին ինչը հարկավոր է, Հայաստանի այդպես շահերի հաշվին Նիկոլ Փաշինյանը տրամադրում։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանին միանուն ես չեմ կարող տալ, բայց այո, Հայաստանում կան ուժեր, որ իրենք, բայց անուն չտամ, հա, եկեք, որ իրենց համարել են իրենք արևմտամետ կամ եվրոպամետ ուժեր, կուսակցություններ են ստեղծել, բայց եվրոպական որևէ երկրի վիզա երբևէ չեն կարողանում ստանալ, որ այցելություն կատարեն։ Լեզվամտածողությունը նույնիսկ ռուսերեն է, անգլերեն կամ ֆրանսերեն ու գերմաներեն 3 բառ նույնիսկ չի կարող իրար հետ կապել։
Այս մարդը տարիներ շարունակ ներկայանում արևմտամետ։ բայց Հիմա ակնհայտ է, չէ, որ ինքը Ոչինչ բան որտեղ չի հայտնվել հիմա այդ ձեր ասած ուժերը չկան։ Այնուամենայնիվ դաշտում կան, չէ։ Դա դաշտում Այսինքն կան։ ակնհայտ է, որ իրենք որտեղից են հրահանգավորվում եւ ինչ դերակատարում են ստանձնել։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ նորից եմ կրկնում, բայց Նիկոլ Փաշինյանի դեպքում դա չենք կարող ասել, որովհետեւ ինքը բոլորամետ է, բացի հայամետը։ Թուրքիային պետք է այս կտոր հողը, խնդիր չկատարեք։ Ադրբեջանին պետք է այս անտառը, խնդիր չկատարեք։ Ռուսաստանին պետք է այս հանգը, խնդիր չկատարեք։ Ամերիկային պետք է, չգիտեմ, ինչ որ էներգետիկ համակարգ տարեք, որևէ խնդիր չկա։ Սա է Նիկոլ Փաշինյանը։ Ինքը Հայաստանի ողնաշարը ջարդում է, դիմադրողականությունը ջարդում է, որպեսզի հետո ինչ որ երկրի կամ ինչ որ պետության միության տակ Հայաստանի Հանրապետության տան տեղավորի։ Շնորհակալ եմ։ Մնաց ընդդիմությունը այդ ձեր ասածը կարողանա հասցնել մարդկանց, եթե իրոք ձգտում է իշխանափոխության։ Կախման կետերով ավարտենք։ Շնորհակալ եմ շատ։ Հիշեցնեմ կիզակետում Հայաստանի ԵՍՄ նախաձեռնության ղեկավար Նայիրի Սարգսյանն էր, կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։